Բաքվի քննչական մեկուսարանում Ալեքսանդր Լապշինին այցելել է նրա ադրբեջանցի փաստաբանը, նա հայտարարել է, թե բլոգերի ինքնազգացողությունը նորմալ է, մեկուսարանի պայմաններից էլ բողոք չունի։ Ըստ Ադրբեջանի օրենսդրության Լապշինին կարող են պաշտպանել միայն Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող իրավաբանները։ Այդ երիտասարդը հիմա գերի է։ Մեր համակիրը գերի է։ Լապշինին այցելել է նաև Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը։ Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հայտարարության մեջ նշվում է, թե նա բժշկական հետազոտություն է անցել եւ առողջ է։ Իսկ Բելարուսի դատախազությունը խոստովանել է, բլոգերը միջազգային հետախուզման մեջ չէր։ Քաղաքացի Լապշինը գտնվել է միջպետական հետախուզման մեջ եւ հանձնվել է ԱՊՀ պետությունների միջև գործող համաձայնագրերի համաձայն։ Այս արտահանձնումը սպառնալիք է եվրոպական արժեքների համար։ Եվրոպայի օմբուդսմենների ինստիտուտի հայտարարությունն է, որում նշվում է, որ ձերբակալումից մինչև ձեռնաշղթաներով արտահանձնումը դիմակավորված եւ զինված անձանց ուղեկցությամբ Լապշինի հանդեպ կոշտ վերաբերմունքի վկայությունն են։ Այս դեպքը կարող է հանգեցնել խոսքի եւ զանգվածային լրատվության միջոցների ազատությունը խախտող անթույլատրելի իրավիճակի։ Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը մտահոգիչ է նրան խոշտանգելու եւ անմարդկային վերաբերմունքի ենթարկելու իրական հնարավորության պատճառով։ Լապշինի արտահանձնման շուրջ քննարկումներն ու կարծիքները հակասական են Երևանում, հայ-բելարուսական հարաբերությունները Լապշինով պայմանավորել պետք չէ։ Քաղաքական պատասխանատու ամբիոնից միջադեպային հայտարարություններ անել նույնպես։ Սա կարծիքներից մեկն է։ Վերեք ԵՏՄ-ից դուրս գան, վերեք բանը։ Ինչի՞ մենք դուրս գալի են մեկն էլ ասում, վերեք Բելարուսին հապկից անենք։ Դու ով ես այ սիրուն տղա, որ դու Բելարուսը հապկի հիմնադիր է։ Ալիևի պահանջը բավարարվեց, սակայն դա վնասում է առաջին հերթին Բաքվին, հաշվի առնելով մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաների խախտումները, իսկ Երևանում Լապշինի շուրջ ստեղծված աղմուկը չափազանցված է։ Չեղածներից մեծ աղմուկ պետք չի բարձրացնել։ Փչացնել բարեկամ պետությունները, Բելարուսը ո՞նց է մեզ բարեկամ։ Ո՞նց է բարեկամ։ Պատասխանը հիշեցում էր Բելարուսում ապրող հայերի մասին, որոնց թիվը շարունակում է ավելանալ։ 50 հոգի հավաքվում են, իրանցից դուրս գնում են հավքիք նետելու Բելարուսի դեսպանատան դռներին, իրանց հաշիվ չեն տալի։ Որ մենք այնտեղ 50,000 աշխատող մարդ ունենք, ովքեր այնտեղ աշխատում են, իրանց պահում են, հետնել մի 50,000 ընտանիք ստեղ են պահում։ Կարծիքներից մեկը համընկավ Լապշինի գործի մասով, հայկական կողմը պետք է ուշադիր եւ կանխարգելիչ քայլեր ձեռնարկի։ Անի Ավետյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։